Ամենամուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ողջույն ձեզ։ Ինչպե՞ս եք։ Գիտեմ որ լավ եք։ Իհարկե ձեզ ողջունում են իմ ետևում գտնվող ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները։ Ողջունում են ապաչիները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխված կաբլիկներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, նախաճաշիկներով, մարշմելոներով հանդերձ։ Նաև ապաչին ձեզ ներկայացնում է Max կրեկերներ, տարբեր համերով։ Օրինակ սա խորովածի համով է։ Չեք մոռացել, սիրելի փոքրիկներ, որ ապաչի ընկերությունը նաև մրցույթ է հայտարարել։ Այսօր նկարելու ենք մի նոր մուլտիպլիկացիոն կերպար։ Հետաքրքիր վերնագիր ենք հորինելու, ձեզ հետ միասին իհարկե։ Այդ վերնագրով պատմություն ենք հորինելու, նկարելու ենք հերոսին եւ ուղարկենք Քերի Մուլտիկնիկին։ Քերի Մուլտիկնիկը լավագույն հեքիաթները ընթերցելու է, ցուցադրելու են նկարները 30 հաղթող փոքրիկներ։ Իրենց մեծերի հետ իհարկե մեծերի օգնությամբ կստանան մրցանակներ ապաչի հավաքածու, այսպիսի տոպրակով։ Ոյ, Քերի, մոռացա քո անունից ողջունել։ Քերին ժամապահ ուրախ է եւ տեսախցիկի ետևից ձեզ այսպես թաթիկով է անում։ Դուք ձեր գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սև կախարդական մատիտը պատրաստ պահեք սպիտակ թղթիկների հետ միասին մի շատ հետաքրքիր վերնագրով մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու։ Իհարկե մեր մշտական հեռուստադիտողներից մեկն է այս հետաքրքիր վերնագրով առաջադրանքը ուղարկել Քերի Մուլտիկնիկին։ Ես շատ երկար էի մտածում այս վերնագրով հերոսին նկարենք, թե չնկարենք։ Բացական կերպար է, բայց միշտ այս հերոսին նկարել ենք վախկոտ, չգիտես ինչու, բարի։ Տեսնենք լավ։ Քաղաք Երևանից Գուրգենը Գևորգյան 9 տարեկան, արդեն մեծ տղա է, գիտի ինչ առաջադրանք է տվել Քերի, ուշադրություն, ինչ վերնագրով հերոս ենք նկարելու Քերի, հարբեցող ճագարը, այսպիսի վերնագրով առաջադրանք է ուղարկել քաղաք Երևանից Գուրգենը Գևորգյան։ Ես երկար մտածելուց հետո որոշեցի, այո, նկարել հարբեցող ճագարին, հորինել պատմություն, այնտեղ ձեր պատմության եւ հեքիաթի մեջ բացատրել, թե ինչու չի կարելի խմել։ Ոգելից խմիչքներ, դե մեծերին խորհուրդ որպես։ Պատրաստ եք, չէ՞։ Սպիտակ թղթիկները շարում եք, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, ունենում եք կախարդական կրեկերներ ապաչի, որպեսզի ուտեք շատ գեղեցիկ նկարեք։ Ու Քերի Մուլտիկնիկի հետ միասին նկարում եք մեր այս հերոսին։ Տեսեք ինչ ենք անում, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Դյուրին ձևով եմ ձեզ սովորեցնելու նկարել։ Քիթիկից ենք սկսում մեր հարբեցող ճագարի։ Վերնագիրը պետք է հիմա գրել վերևում, որպեսզի հիշեք ինչ պատմություն եք հորինելու հարբեցող ճագարը։ Այսպես ուրեմն, սիրելի փոքրիկներ, քիթիկն եմ այստեղ նկարելու, սրածայր քիթիկը։ Շարունակելու ենք քիթիկը այսպես նկարել, հետո աչքերն եմ նկարելու։ Տեսեք, աչքը այսպիսի մի պատկեր եմ նկարում։ Հետո կասեմ, թե ինչի համար։ Համարյա թե փակ վիճակում դե հարբեցողները մի քիչ կռվարար են լինում, աչքի տակը այսպես կապտուկներ են ունենում։ Մյուս աչքը ձվաձև կլորիկով եմ նկարելու, այսպես, ուշադրություն։ Էլի կապտուկներով, 1, 2, եւ սևիկը չենք մոռանում, սիրելի փոքրիկներ, այս մասում կլորիկ սևիկ, փայլիկով թող լինի։ Հիմա ականջները կախ եմ նկարելու, վերևից այսպիսի ականջներ եմ նկարելու։ Զիգզագաձև գծիկներով։ Մազի թելիկներ, մյուս ձախ ականջն էլ այսպես կախ ականջ եմ նկարելու։ Հիմա դունչիկը ինչպես ենք նկարելու։ Այստեղից կբաժանենք երկու մասի։ Կետիկներ դունչիկի վրա 1, 2, 3, 1, 2, 3,
ատամները մենք միշտ նկարել ենք իրար մոտիկ, հետաքրքիր, բայց քանի որ հարբեցող ճագար է, ատամները մի քիչ իրարից հեռու կնկարենք։ Այսպես, բերանին խորություն կտանք, ներքևի շրթունքը այստեղ կնկարենք։ Մնաց ունքերը այսպես զարմացած, չգիտես ինչու, այսպես, մեր հարբեցող ճագարի գլուխը կարծես թե պատրաստ է։ Աչքը մի քիչ վերևի մասում կհաստացնեմ։ Հիմա մարմինն ենք նկարելու իմ լավ բարեկամներ։ Երկար շապիկ կնկարեմ այստեղից։ Հարավության իր երկար շապիկով։ Ձեռքերը երևի այսպես խաչված եւ օղու շշով։ Գուցե այդպես նկարենք։ Լավ։ Եկեք կետիկներով ձեռքերը նկարեմ, հետո զիգզագաձև կդարձնենք։ Այսպես։ Հիմա զիգզագաձև գծիկներով միացնում ենք։ Դուք ուղղակի ուղիղ գիծ կարող եք անել, հետո ռետինե ջնջոցով մաքրել։ 1, 2, 3։ Եվս մեկ ձեռք, այսինքն ձախ ձեռքը կետիկներով այսպես նկարելու ենք, այսպես։ Կարծես թե խաչված լինեն իրար։ Էլի զիգզագաձև գծիկով միացնենք իրար։ Այստեղ օղու շիշը կնկարենք։ Կլորիկ, վզիկը, շարունակենք շիշը նկարել, պատկերացրեք ուղիղ իջնում ենք, այստեղ ներքևի հատվածը եւ վերջ։ Պատրաստ է։ Եթե շապիկ նկարենք, այսպես առանձնացնելու համար, մի քիչ հարբեցողի կերպար ստեղծենք։ Այստեղից նույնպես օձիքը, առանձնացնելու համար ես այսպես շապիկը գծիկների կբաժանեմ։ Զոլավոր գծիկներ, այսպես։ Մեր հարբեցող ճագարի ոտքերը ինչպես ենք նկարելու։ Երևի թե էլի խաչված, տեսեք, այստեղից։ Բարակիկ ոտիկներ։ Երևի առավոտյան է, դեռ խելքի չի եկել։ Մեր այս հարբեցող ճագարը իրար խաչված ոտիկներով, օպ։ Ստվերներ ոտքերի տակ, սևով։ Մի հատ էլ կընդգծենք մեր հերոսին, վերևից ներքև հաստ մատիտով այսպես ընդգծում ենք։ Այսպես։ Այստեղ ոտքերը արդեն հաստլիկ է արված, շարունակում ենք, շապիկը։ Ձեզ մոտ ստացվում է, չես էլի փոքրիկներ։ Եթե ստացվում է, դա արդեն լավ է։ Այստեղ գնացինք ուրեմն ձախ ականջնեք հիմա ընդգծում։ Ես ուզում եմ մի քիչ հաստ մատիտով ընդգծել, ձեր հերոսը ավելի լավ երևա, քանի որ այն քիչ հետո սպիտակ ճագար պետք է դառնա։ Վերևի հատվածը։ Այստեղից մարգագետինը կբաժանենք երկնքից եւ կսկսենք ներկել։ Վարդագույն մատիտը վերցնելու եմ, քիթիկն եմ ներկելու։ Տեսեք։ Այսպես։ Աչակողմյան հատվածում փայլիկ եմ թողնելու։ Ված չէ։ Հիմա մանուշակագույն մատիտ ինչ ենք անում։ Այստեղ աչքի տակ, մանուշակագույն մատիտով, կարծես թե կռվի մեջ է ընկել մեր հերոսը։ Կապտուկ կանենք, վերևն էլ կընդգծենք մի փոքր։ Այսպես, շատ լավ է, ներքևի շերտիկն էլ մի փոքր։ Վարդագույնով կներկենք, այստեղ էլ, շատ քիչ։ Ուր է կարմիր մատիտը, կարմիր մատիտով ներքևի հատվածը, այսպես կներկենք, աչքերի մեջ, այսպես կարմիրով կընդգծենք, այստեղ էլ, տեսեք, ինքը սպիտակ կլինի մեր ճագարիկը, բայց վերցնելու ենք ամենակախարդական դեղին մատիտը, ուղղակի այստեղ կոպերը մի փոքր դեղինով կանենք, քիթիկը աչակողմյան հատվածից կլորացնենք,
այտերը կկլորացնենք, բայց ամբողջությամբ նրան սպիտակ կթողնենք։ Աչակողմյան մասից ենք սպիտակեցնում, նաև որպեսզի սպիտակ ատամները լավ երևան, ներքևի շրթունքն եմ դեղին ներկելու։ Տեսեք։ Պարանոցը կարելի է մի փոքր այսպես դեղինով ընդգծել։ Անցնում ենք ականջներին, միայն աչակողմյան հատվածը, այսպես դեղինով եմ ներկելու, այստեղ էլ աչակողմյան հատվածը, լավ է, վատ չէ, ճակատային մասը, ունքերը, վերջ, հիմա թաթիկներին ենք անցնում։ Ուսերը, այսպես էլի աչակողմյան հատվածը, թաթիկները, ներքևի հատվածը, սիրելի փոքրիկներ, այստեղ էլ ներքևի հատվածը։ Անցնում ենք ոտքերին, էլի աչակողմյան հատվածն ենք ներկում ու ներքևի հատված, այսպես։ Պատրաստ է։ Ինչ ենք անելու, կարմիր մատիտը վերցնելու ենք, շապիկը ուզում եմ զոլերը կարմիր և կապույտ։ Լավ, մյուս գույն արդեն կորոշենք։ Եկեք առաջի շերտիկը կարմիր ներկենք, գուցե սպիտակ էլ մնա։ Այստեղ էլ։ Քերին կարծում եմ մեզ երկար ժամանակ կտա։ Հա, քերի, ունենք չէ ժամանակ։ Այսպես, մեկ շերտիկը կարմիր ենք ներկում, մյուս շերտիկը թողնում ենք սպիտակ, հետո կորոշենք, թե ինչ գույնով ներկենք։ Այստեղ նույնպես, ու անցանք, էլի մեկ շերտիկը բաց ենք թողնում, մյուս շերտիկը, հետաքրքիր վերնագրով հերոս ստացվեց մեզ մոտ, հարբեցող ճագարը, դե կարող էր գրել նապաստակը, բայց ճագարը տնային կենդանի է, գուցե պապիկի տունն է ապրում, հարբեցող, գտել է շիշը պապիկի հողում և սկսել խմելը։ Դարդերից, դե նապաստակներ ինչքան դարդեր կունենան, վտանգներ, աղվեսներ, գայլեր և այլ։ Այսպես, շերտիկները ներկեցինք, ուզում եմ կանաչ կամ փիրուզագույն մատիտով, այսպես օղու շիշը կլորացնել, աչակողմյան հատվածից, այսպես, փակցված թղթիկը կթողնենք, մյուս շերտիկը ինչ գույնով ներկենք, սիրելի փոքրիկ բարեկամներ, կապույտ, մի քիչ մուգ կապույտով, թույլ երանգով, այսպես կապույտ կներկեմ, թող մի քիչ գունեղ երևա, այսպես, գուցե տնակում է գտնվում մեր այս հարբեցող ճագարը, դրա համար սպիտակ թղթիկից պոկելու համար ես գծիկից վերև կներկեմ նարնջագույն, այսպես կընդգծեմ հերոսին, քերին ձայն չի անում, ուրեմն մենք ժամանակ ունենք նկարելու, կհասցնենք սիրելի փոքրիկներ, 5 րոպե դեռ ունենք, այսպես պատկերից դուրս ընդգծում ենք նարնջագույն մատիտով, շատ ծիծաղաշարժ հերոս ստացվեց մեզ մոտ, հարբեցող ճագարը, այսպես, ոգելից խմիչք օգտագործել, այդքան էլ ցանկալի չէ, սիրելի փոքրիկ բարեկամներ, դե ձեզ չի վերաբերում, մեծերին իհարկե։ Այսպես, ներքևի հատվածը արդեն կանաչով կներկեմ բաց կանաչ մատիտով, այսպես, էլի ընդգծում ենք, դե ես հիմա մեր րոպեները ճիշտ օգտագործելու համար միանգամից ներկում եմ, դուք անպայման պատկերը ընդգծեք, սիրելի փոքրիկ բարեկամներ, նոր ներկեք։ Հիմա ձեր հերոսը ավելի լավ կերևա, երբ որ սպիտակ թղթիկը ճնշում եք մի այլ գույնով, այս դեպքում կանաչ։ Տեսեք գծիկներով անցնում եմ, երբ որ դուք սովորական մատիտով եք նկարում, ռետինե ջնջոցով կարող եք մաքրել, նկարել այնպես ինչպես հարկն է։ Յուղամատիտով մի քիչ դժվար է ռետինե ջնջոց օգտագործել։ Էլի անցանք։ Ընդգծենք հերոսին, նոր սպիտակ թղթիկ արդեն ճնշենք կանաչ մատիտով։ Որ ես յուղամատիտով եմ նկարում, որպեսզի ձեզ լավ երևա էկրանից, թե ինչ գույնով ենք ներկում։ Վերջին փոքրիկ բարեկամներ, մի քիչ շիշը բաց կանաչ մատիտով այսպես կընդգծեմ։ Եվ վարդագույն կամ ինչ գույնով ներկենք, մուգ դեղին մատիտով, այսպես թղթիկը կներկենք երևացող,
վերջ, քերի նման է հարբեցող ճագարի, քերին ասում է, այո, նա շատ հարբեցող ճագարներ է տեսել։ Զարմանալի է ինձ համար, որ Գուրգենը Գևորգյան քաղաք Երևանից 9 տարեկան այսպիսի առաջադրանք է տվել, թե խելքին ինչ է փչել, որ քերի մուլտիկնիկին այսպիսի առաջադրանք է ուղարկել, բայց ես որոշեցի Գուրգենի առաջադրանքը կատարել, նաև բարդ առաջադրանք է փոքրիկների համար, մեծերն էլ կարող են օգնել փոքրիկներին, հորինել պատմություն, նույնիսկ նկարելու ժամանակ կարող եք օգնել մի քիչ, հորինեք պատմություն, հարբեցող ճագարը վերնագրով, մեկ թերթ A4 թղթիկի վրա, կամ թերթ, եթե ձեր պատմությունը երկար է, չի ավարտում, թերթ և կես։ Հորինեք այս հերոսի մասին պատմություն, ետևի մասում կարող եք նկարել ձեր պատմության բնությունը, որտեղ է նա գտնվում, ուղարկեք քերի մուլտիկնիկին, ասում եմ, լավագույն 30, պատկերացնեք, այս մրցույթը 2 ամիս կշարունակվի, լավագույն 30 նկարի հեղինակները, ինչպես նաև պատմության, կստանան մեր Ապաչի ընկերության կողմից այսպիսի հետաքրքիր Ապաչի հավաքածուներ, այնտեղ ամեն ինչ կա Ապաչի, մարշմելոններ, աղիծողիկներ, թխվածքաբլիթներ, կրեկերներ, արևածաղկի սերմեր եւ այլն, ինչ գիտեք, որպես մրցանակ, իսկ հաղթողները նաև կմասնակցեն մեր հաղորդմանը։ Դա էլ քերի մուլտիկնիկը ձեզ կհրավիրի։ Անպայման ձեր նամակներում գրեք ձեր մեծերից մեկի հեռախոսահամարը, եթե դուք հաղթող ճանաչվեք, անպայման մուլտիկնիկ ստեղծագործական խմբից ձեզ կզանգահարեն, կհրավիրեն մեր արվեստանոց, օրը կասեն, ժամը եւ այլն։ Ինձ դուր եկավ այս բացասական կերպարը, ճագարի դեպքում շատ դժվար է լինում բացասական կերպար լինեն, շատ բարի փափլիկ կերպարներ են։ Նկարեցինք մեր հարբեցող ճագարին, ներկեցինք սիրելի փոքրիկներ, իսկ հիմա ինձ պետք է հիշեցնել մեր անփոփոխ հասցեն, ձեր նամակները, նկարները, պատմությունները քերի մուլտիկնիկին հասնելու համար։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, գրում եք։ Ալիխանյան եղբայրներ 2, Կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի մեծեր, բացի նրանից, որ պետք է օգնեք ձեր փոքրիկներին նկարել այս հերոսներին, պատմություն հորինել, նաև բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ լիքը հաղորդումներ կան, վարպետաց դասեր, որ երբևիցե հեռուստաեթերով չի ցուցադրվել։ Նաև այնտեղ կան հեքիաթ ներկայացումներ, մուլտֆիլմեր, քերի մուլտիկնիկի կողմից ստեղծված եւ այլն։ Այսքանը, սիրելի փոքրիկ բարեկամներ, մեր հարբեցող ճագարը, որ քիչ հետո կբացատրեմ, որ հարբել չի կարելի, ժամապահ քերին, մուլտ աշխարհի ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, արևածաղկի սերմերով, նախաճաշիկներով, մեծ ձողիկներով, որն եմ մոռացել, այնքան բան կա, հանդերձ ձեզ հրաժեշտ են տալիս, ինչպես նաև ձեր շատ սիրելի քերի մուլտիկնիկը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Հաջորդ հաղորդմանը նոր հերոս կնկարենք, էլի մրցույթի շրջանակներում։ Իսկ հիմա հրաժեշտի պահն է, Աստված ձեզ պահապան, եղեք բարի, ներողամիտ եւ այլբուլդա։ Այլբուլդա։